ինչի համար ես գնացի 50 տարեկան շունտավորման կամ ինձ ինֆարկտ խփեց, երբ որ ես ամբողջ կյանք սպորտով եմ զբաղվել, առողջ եմ սնվել, չեմ ծխել, լևի չեմ գնացել, մեղքեր չեմ գործել ու ոնց։ Այդի նման է նրան, ես մի անգամ տենց օրինակ բերեցի, ասեցին լավն է, այստեղ էլ բերեմ։ Այն որ ոնց որ ասեմ, գցի ամրագոտի, որ օրինակ ավտոն քշելուց ու խփելուց թևը չջարդես, ասի, բայց ես այն ամրագոտի գցած եմ միշտ քշում մեքենան, բայց այն օրը սղացի ձյան վրա անգա թևս ջարդեցի, ոնց կբացատրես։ Այսինքն այս դեպքում այդ ծխելը, պարապելը, ավելորդ քաշ չունենալը, օքեյ, այդ ռիսկը իջացնում են։ Եթե այն մարդը, որ 50 տարեկան գնացել է շունտավորման, ծխեր ունենար ավել քաշ եւ այլն, վստահաբար 35-ում էր գնալու շունտավորման, ինքը այդ չի պատկերացնում։ Այսինքն այդ գործոններից մեկն է, ընդ որում պատճառը հետևանքային գործոններից մեկը միշտ է ծխելու հետ կապված, այն շատ կարեւոր է, որ անդադ շեշտենք, ինքը կորելացիա չի ծխելու ու սրտանոթային հիվանդությունների մեջ։ Այդ պատճառ ու հետևանքը ինքը հստակ, ուղղակիորեն։ Նույն այդ միզապարկի օրինակ որ բերեցի, կոնկրետ վնասում է այդ էնդոթելը, ասենք, եթե նստակյացը, չգիտեմ, կենսակերպը, քիչ քնել եւ այլն, ասենց անուղղակի կերպերով կորելացիոն ազդում են, ինքը ուղղակիորեն ոնց զարկերական գերճնշումը, ոնց ավելորդ քաշ, ինքը այդ երեքով իրանք են ամենավերևի կարևոր ռիսկի գործոններն են շաքարային դիաբետը, հա։ Այդ պետքա մտցնել ու պետքա նաև մտցնել մարդկանց գաղափարի մեջ այն, որ դու կարաս ունենաս 95 տարեկան ծանոթ, ով որ սաղ կյանք ծխել է ու կյանքում չի ունեցել սրտանոթային պատահար, որտեղ ինքը ունեցել է ընտիր գեներ, որը 1000-ից մեկը հանդիպում, ինքը տարբերվող кейս է եղել, դու իրան հիշում ես, բայց դու չես հիշում այն իր բոլոր դասարանցիներին, որ 50 տարեկանում չկան օրինակ,